Վանաձորում ավականու հաստատած սուբվենցիոն ծրագրերը չիրագործելը, բյուջեի տողերում կամայական փոփոխություններ անելը հանցագործություն է, որ թույլ է տվել քաղաքային իշխանությունը, իսկ մարզային իշխանություններն ու կառավարությունն աչք են փակում դրա վրա, պնդում է ՏԻՄ փորձագետ Գևորգ Քոթանջյանը, որ շաբաթներ շարունակ ուսումնասիրել է պատրաստվող նախագծերը, համեմատել տրված խոստումներն ու Վանաձորում իրականացվող աշխատանքը։ Նա համոզված է, որ տեղի ունեցողը քաղաքական մրցավազք է Վանաձորի առաջիկա ընտրություններում երկու հավանական թեկնածուների՝ մարզպետ Արեն Մկրտչյանի և համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի միջև։ Ստացվում է, որ կատարում է մի հատ շատ ծանր հանցագործություն, որի տակից դուրս գալ անհնար է, եթե չկա քաղաքական դրդապատճառներ, ուղղակի չկպնել իրանց։ Այս դեպքում նաև մարզպետը, որը ունի վերահսկողական ֆունկցիա, փաստացի կամ իրան սխալ են զեկուցում, կամ ինքը չի ուզում տեսնի այս ամեն ինչ։ Դեռ անցած տարեվերջին սուբվենցիոն ծրագրերը ներկայացնելիս իշխանությունները հայտարարել էին, որ Վանաձորում այս տարի 42 փողոց է հիմնանորոգվելու, հիմնականում երկրորդային փողոցները։ Ավականին հաստատել էր բոլոր ծրագրերը ու տեղի իշխանություններն ամիսներ շարունակ վստահեցնում էին, թե Հայաստանի մեծությամբ երրորդ քաղաքում աննախադեպ ծավալի աշխատանքներ են իրականացվելու։ Հայտարարվում էր նաև, որ քիմգործարանի վճարած 2.5 միլիարդ դրամի հարկային պարտավորության շնորհիվ Վանաձորում խոշոր գումար է գոյացել, որ կառավարության համաֆինանսավորման միջոցով կկրկնապատկվի։ Միայն փողոցների հիմնանորոգման վրա համայնքն ու կառավարությունը նախատեսում էին առնվազն 5 միլիարդ դրամ ծախսել։ Համենայն դեպս խորհրդարանական ընտրություններից առաջ այս մասին հայտարարությունների պակաս չկար։ Վանաձորի համար մեկ տարվա համար նախատեսված սա աննախադեպ բյուջե է և աննախադեպ ծրագրային փաթեթ։ Մինչդեռ օրերս ուղղակի ժողովրդավարություն հասարակական կազմակերպությունը Վանաձորի համայնքապետարանից ուշագրավ պաշտոնական պատասխան է ստացել։ Սևով սպիտակի վրա գրված է, որ այս տարի 42 երկրորդային փողոցներից 38-ի հիմնանորոգման սուբվենցիոն ծրագրերը կառավարությունը չի հաստատել ու առաջիկայում չի էլ նախատեսվում հաստատել։ Ընդամենը գրիչի 2-3 ստորագրությամբ մոտավորապես Վանաձոր համայնքի բնակչությունը կրեց $5 միլիոն վնաս։ Ու սա միտում է, որը ընտրություններին ընդառաջ է արվում։ Ավելի վաղ Ազատությունն էր պարզել, որ նաև այգիների ու պուրակների մասով անգամ հաստատված նախագծեր չկան, թեև դարձյալ նախընտրական շրջանում իշխանությունները եռաչափ նախագծեր էին հրապարակում ու պնդում, թե դրանք արդեն հաստատված են ու այս տարի կիրագործվեն։ Արդեն հաստատված ծրագրով Վանաձորի երկաթուղայինների այգում կառուցելու ենք քաղաքային ատրակցիոն պարկ, ավելի քան 600 միլիոն դրամ արժեքով։ Վանաձորի Թումանյանի հրապարակում արդեն հաստատված ծրագրով կունենանք ամբողջական բարեկարգում։ Սա Վանաձորի Կոմիտասի հրապարակն է, քաղաքի հյուսիսային մուտքը, որը արդեն հաստատված ծրագրով ունենալու է ահա այս տեսքը։ Ստացվում է, որ խոստացված $35 միլիոն ծրագրերի չնչին մասն է իրագործվում։ Տարվա 8-րդ ամսում կառավարության կողմից սուբվենցիոն ծրագրով հաստատվել է ընդամենը 4 փողոցի հիմնանորոգում։ Մյուս բոլոր աշխատանքները, որոնց ֆոնին գրեթե ամենօրյա ռեժիմով նկարահանվում են մարզի ու քաղաքի ղեկավարները, կամ նախորդ տարիներից կիսատ մնացած ծրագրերն են, կամ էլ իրականացվում են բացառապես համայնքի միջոցներով, առանց կառավարության համաֆինանսավորման։ Վանաձորում լայն թափով շարունակվում է բազում թաղամասի ուսանողական շինարարների և Վիկտոր Համբարձումյան փողոցների հիմնանորոգման աշխատանքը։ Համայնքի միջոցներով կհիմնանորոգենք Սմբուկյան փողոցը։ Ջրահեռացում մայթեցավ նախատեսածա։ Ընդ որում նախապես հայտարարված 38 փողոցների փոխարեն համայնքի ղեկավարությունը որոշել է բոլորովին այլ ճանապարհներ վերանորոգել։ Օրինակ օրերս ազդարարվեց 385 մետրանոց Իսահակյան 3-րդ նրբանցքի ասֆալտապատման մասին, որը ևս անցած տարի հայտարարված ցանկում չկար։ Քանի հոգի է աշխատում։ Թեև աշխատանքները կատարվում են միայն քաղաքային բյուջեով, դրանց մեկնարկի մասին անձամբ ԿՊ-ական մարզպետն է հայտնում։ Վանաձորի Իսահակյան 3-րդ նրբանցքն է հիմնանորոգվում 385 մետր երկարությամբ և 45 միլիոն դրամ արժեքով, ծրագիրը համայնքային բյուջեի միջոցներով է իրականացվում։ Ավականին մարտին էր հաստատել սուբվենցիոն ծրագրերը, որոնք պետք է նախագիծ դառնային և ուղարկվեին կառավարություն։
թե ինչու համայնքապետարանը դրանք չի ուղարկել, անպատասխան է մնում։ Համայնքապետի օգնական Էդի Քունանյանը, որ նաև սուբվենցիոն ծրագրերի պատասխանատուն է, մարզպետարանում տեղի ունեցած քննարկման ժամանակ հրաժարվել էր պարզաբանել, թե ինչու անցած ամիսներին նախորդ տարիներից քննարկվող ծրագրերը կառավարություն չեն ուղարկել։ Խոստացված այդ 40 փողոցներ, այս լճեր, այս կալցեվոյներ ոչ մի ծրագիր չունենք հաստատված։ Կարանք ենթադրենք, որ ոչ մի աշխատանք չի արվելու այս տարի։ Իհարկե ոչ, դա ձեր մեկնաբանումն է, կատարվել է բավականին լուրջ աշխատանքներ, որը որ դուք ոչ մի ձևով չեք ուզում նշել։ Չեք ուզում մեկ նշել։ Դրանք մինչև մայիսը պետքա հաստատված լիներ կառավարության կողմից։ Ինչ է արվել այդ ուղարկված լիներ, հա։ Բերեք այդ հարցերի պատասխանը հիմա ես ոչ մի ձևով չհնչեցնեմ։ Մարզպետ Տարեն Մկրտչյանը նույնպես հրաժարվել է հարցազրույցից ու մամուլի խոսնակի միջոցով ազատությանը փոխանցել, որ չի մեկնաբանում նախապես հայտարարված ծրագրերի տապալումը։ Պնդել է, թե սուբվենցիոն ծրագրեր այս տարի կլինեն, առանց պարզաբանելու, թե ինչու մինչև այսօր անգամ նախագծերը հաստատված չեն։ Ասֆալտ չկա։ Իրավապաշտպան Գևորգ Քոթանջյանը ցույց է տալիս Վանաձորի այն փողոցներն ու բակերը, որոնք վերջին ամիսներին են ասֆալտապատվել համայնքային միջոցներով։ Այստեղ թերություններն ակնհայտ են, ինչը հիմք է տալիս կասկածելու, որ դրանք շատ արագ կքայքայվեն։ Եթե կա օրինակ կոռուպցիոն մեխանիզմ, ենթադրենք ատկատներ, սա լավագույն տարբերակն է, որ կարա համայնքային իշխանությունը ընտրի ու իրագործի։ Քաղաքի կենտրոնում ասֆալտապատված բակերից մեկում օրինակ դիտահորը պարզապես ծածկել են ասֆալտով ու ջրահեռացման համար ընդամենը 2 աչքանման անցք բացել, թե որքանով աչքերով դիտահորը կծառայի իր նպատակին անհայտ է։ Պարզ չէ նաև արդեն 4 տարի քաղաքացիական պայմանագրի հետ համագործակցող ներկայիս համայնքապետ Արկադի Փերեշյանն ու ԿՊ-ական մարզպետ Արեն Մկրտչյանը նույն ճակատով կմտնեն ընտրական փուլ, թե որպես մրցակիցներ։ Ապրի ձեր արևը շատ շնորհակալ։ Դուկյանը վերջացնում ենք ու այս հարակից փողոցները սաղ Ոնց է։ Մի ապրես գրկեմ։ Քաջառողջություն, գործերի հաջողություն։ Շնորհակալ եմ շատ։ Մենք ձեզ շատ սիրում ենք։